Հայաստան խմբակցության ղեկավար Սերյան Օհանյանի և խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ ինչ զարգացումներ է սպասվում, ինչ նպատակ է հետապնդում իշխանության։ Տեսեք, սա այս իշխանության ձեռագիրն է, եթե նայենք անցնող ժամանակահատվածը, սրանց իշխանության հիմնական հենարանը ուժային կառույցներն են, որոնք շարունակում են քիչ առաջ ասեցի դիմադրության բոլոր օջախները, ազգային ուժերը, անհատ գործիչներին թիրախավորել, քրեական գործերով փորձել կաշկանդել, որպեսզի պահեն իրենց իշխանությունը։ Մենք մեր մարտավարությունը, այսպես ասած, մասնակցելու ենք ազգային ժողովի այդ նիստին, այդ նիստի ընթացքում դուք կհամոզվեք, որ դա ամբողջությամբ ապօրինի կեղծ մի գործընթաց է, իսկ ինչ վերաբերում է գլխավոր դատախազի հերթական այս նախաձեռնությանը, մեկ անգամ ևս պետք է փաստել, որ գլխավոր դատախազը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի օգնականի կարգավիճակում եւ այդ կերպարից չի կարողանում դուրս գալ, եւ գլխավոր դատախազը իրականում ոչ թե պետք է քրեական հետապնդում հարուցեր Արծվիկ Մինասյանի դեմ, այլ պետք է գլխավոր դատախազը ընթացք տար Արծվիկ Մինասյանի կողմից դատախազություն ներկայացված Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանություն կատարելու մեղադրանքով հաղորդմանը։ Այդ ժամանակ կստացվեր, որ դատախազը իրականում զբաղվում է պետական շահերի պաշտպանությամբ, երբ որ ընթացք կտար նրա Նիկոլ Փաշինյանի պետական դավաճանության հաղորդմանը։ Հակառակ պարագայում ինքը շարունակում է մնալ գործիք Նիկոլ Փաշինյանի ձեռքում ապօրինի հետապնդումների համար։